Գյումրու գրավչությունը մեծանում է, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Ընդ որում ավելի լավ լուրն այն է, որ վերջերս, երբ մենք այցելեցինք Գյումրու օդանավակայան, տեսանք, որ ենթակառուցվածքը բավականին լավ վիճակում է։ Այս մասին կառավարության ապրիլի 23-ի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա մենք ասում ենք, այս պայմաններում դեպի Գյումրի մեկ ուղևորի համար վճարում ենք 15,000 դրամ, դեպի Երևան 20,000 դրամ։ Ինձ մոտ հարց էր ծագել, թե ինչու ենք մենք Գյումրի դեպքում 15,000 դրամ տալիս, իսկ Երևանի դեպքում 20,000 դրամ, մինչդեռ քանի որ թվում է թե հակառակը պետքա լիներ, որովհետև Գյումրին պակաս զբաղված է, Երևանը ավելի զբաղված է, գործընկերները պարզաբանեցին, որ այդտեղ պարզաբանում հնչեց, որ փոխկապակցված է, այսինքն երկու ուղղությունն է պետք է աշխատի, որպեսզի, այսինքն ցանկացած ավիաընկերություն ոչ թե մի ուղղությամբ, այլ երկու ուղղությամբ պետք է իրականացնի, որպեսզի ծրագիրը աշխատի, հա։ Պարոն վարչապետ, նախ սպասարկման գներն են մեր օդանավակայաններում տարբեր, մեկ ուղևորի հաշվարկով Զվարթնոց օդանավակայանում սպասարկման արժեքը ավելի թանկ է, քան Գյումրիի Շիրակ օդանավակայանում, եւ նաեւ այստեղ Գյումրիի օդանավակայանում շարժ ապահովելու համար ծրագրի շահառուների համար պարտադիր պայման է դրվել մեկ նոր ուղղությամբ չվերթ իրականացնել դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան։ Այսինքն բոլոր դեպքերում ծրագրից օգտվող ավիաընկերությունը առնվազն մի նոր ուղղություն պետք է ունենա Գյումրի, այսինքն Գյումրին պարտադիր է։ Պարտադիր, պարոն վարչապետ։ Այսինքն կարող է ըստ էության իրականացնի միայն Գյումրի-Երևան չանի դեպքում կարող է աշխատել, հա, իսկ բայց առանց Գյումրիի հնարավոր ցանկացած ավիաընկերություն, որ այս ծրագրից օգտվում է, ինքը առնվազն մեկ կանոնավոր չվերթ դեպի Գյումրի պետք է իրականացնի, իսկ թվերի տարբերությունն բացատրվում է նրանով, որ մենք ուղևորի համար նույն թիվն ենք տալիս եւ Գյումրիի համար եւ Երևանի համար, իսկ բացարձակ թվերի տարբերությունը կապված է օդանավակայաններում սպասարկման վարձերով, այսինքն հավասարեցնում ենք այս տրամաբանությունը, բայց դեպի Գյումրի չվերթը դառնում է պարտադիր, փաթեթի մեջ գոնե մեկ ուղղություն պետք է լինի դեպի։ Այո, պարոն վարչապետ, պարտադիր, որ ավիաընկերությունը ծրագրի շահառու դառնա, ինքը պետք է մեկ նոր ուղղությամբ, առնվազն մեկ նոր ուղղությամբ թռիչք իրականացնի դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան եւ այս տարբերությունները պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մոտավորապես 5,000 դրամ ավելի էժան է Գյումրիում մեկ ուղևորի սպասարկումը, քան Երևանի Զվարթնոց օդանավակայան։ Շիրակի մարզպետ Դավիթ Արոշանյանն էլ հավելել է. Ապակենտրոնացման քաղաքականության ռազմավարության մեջ հենց տրամաբանությունը հուշում է, որ երկրորդ քաղաքների կամ այլ օդանավակայաններում աջակցման ծրագրերը, խտանող ծրագրերը շատ ավելի գրավիչ պիտի լինեն ավիաընկերությունների համար, քան Երևանի Զվարթնոց օդանավակայանը եւ այն տրամաբանությունը, որ Երևանի Զվարթնոց օդանավակայանում ավելի բարձր է սպասարկման արժեքները, քան Շիրակ օդանավակայանում, հենց նրա համար է, որ երկրորդ օդանավակայանները ավելի գրավիչ լինեն լոու-կոստերների համար վայրեջներ կատարելու ժամանակին, հենց այդ օդի տուրքը Շիրակ օդանավակայանից նաև հանվել էր նրա համար, որ անհավասար պայմաններ լինեն Զվարթնոց եւ Շիրակ օդանավակայանում, որովհետեւ էլի այդ լոու-կոստերները իջնեն Շիրակ օդանավակայանում։ Ինչքան մարդը քրեական ենթամշակույթին մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում։ Այս մասին այսօրվա կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալու զրկելու մեթոդ է։ Սա ամենամեծ մոլորությունն է, որ մեր երեկանության մեջ խոսքը կա, չէ, դե տղա է, ոչինչ, թող մի քիչ էլ տենց բան։ Իրաց թվում է, թե այդպիսով տղաները ուժեղանում են։ Այդպիսով տղաները թուլանում են, բոլոր առումներով թուլանում են։ Զրկվում են կամքից, զրկվում են խելքից, զրկվում են ինքնուրույն մտածելու եւ մտածողության սեփական բանաձևեր ունենալու բանից հնարավոր ինչքան մարդը քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի հեշտ կառավարելի է։ Ինչքան քրեական իր մտածողության ձևերով, ինչքան քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում, աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ։ Սա ինձ համար աքսիոմ է եւ ինձ համար տեսական թեստ չի սա, այլ
մի բան է, որ ես գիտեմ եւ տեսականորեն եւ գործնականում։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է, եւ ես իհարկե ուրախ եմ, որ մեր մոտ աղջիկները ավելի ակտիվ են կրթության ոլորտում, բայց ես մտավախություն ունեմ, թե նաև այդ առավելությունը այս երևույթի պատճառով է, որ տղաների անբնական պասիվության քրեական ենթամշակույթի բերումով պասիվության արդյունքում է, եւ ես կարծում եմ, որ այստեղ մենք էլի քաղաքականություններ մշակելու անհրաժեշտություն ունենք։ Ոնց անենք, որ տղաներին ավելի մոտեցնենք գիտելիքին, կրթությանը, սկսած եւ ընդհանրապես հանրային կյանքին էլ, այս տրամաբանությունն էլ է շատ կարեւոր։ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր են քննարկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։ Ալեն Սիմոնյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում պահվող հայերի խնդրին։ Ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ Հայաստանի եւ Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Տարեցտարի արյան պահանջարկը մեծանում է եւ արյունատվության արշավները եւս կարեւոր են արյան պաշարների հավաքագրման համար։ Հայաստանում խաղաղ պայմաններում օրական 60-ից ավելի արյան բաղադրամաս է ներարկվում։ Դոնորության մշակույթի ներդրմամբ հնարավոր կլինի համարժեք պաշարներ ունենալ համակարգված կատարելով կարեւոր այս առաքելությունը։ Արյունատվության ինչ աշխատանքներ են իրականացվում, ներկայացնում է առողջապահության նախարարության Յոլյան արյունաբանության եւ ռուսկաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը։ Ուսումնասիրելով միջազգային փորձը հասկացանք, որ պետք է այդ դոնորության մշակույթը ներդրվի Հայաստանում, որպեսզի ամեն քաղաքացի իր պարտքը համարի արյուն հանձնել եւ ոչ թե սпасել արտակարգ իրավիճակի, պատերազմի եւ նոր հիշի արյունատվության մասին։ Պետք է տեղեկացնեմ, բոլորի ուշադրությունը գրավեմ այն փաստի վրա, որ օրեկան Հայաստանում շուրջ 60-ից ավել արյան բաղադրամաս է ներարկվում, սա խաղաղ պայմաններում, այսինքն այն ժողովուրդը եւ մտածում է, որ արյուն պետք է միայն երբ որ կա ինչ-որ արտակարգ դեպք կամ իրավիճակ, այդպես էլ չէ, ամեն օր 60-ից ավել դա հսկայական թիվ է արյուն է ներարկվում եւ պետք է արշավի նպատակը նաեւ որ բոլորին հասանելի լինի, որ չսպասեն, որ մենք կոչով հանդես գանք կամ միջոցառում իրականացնենք, այլ պարզապես իրանց համար ոնց որ օրակարգ լինի, տարի 1-2 անգամ, երբ հարմար է գան արյուն հանձնեն։ Եվ մենք այս վերջի 2 տարին շատ ակտիվ ձևով սկսեցինք արդեն այդ արշավը իրականացնել, ստեղծվեց արտագնա արյունատվության խումբ եւ այն կազմակերպությունները, որոնք որ ունեն մեծ կոլեկտիվ, բայց ժամանակ չեն ունենում այցելել արյունաբանական կենտրոն, մենք ինքներս այցելում ենք իրենց մոտ եւ կատարում ենք արյունատվություն։ Բացի այդ, ստեղծվեցին նաեւ այլ կազմակերպություններ, որոնք մեզ օգնում են այդ հարցում, հասարակական կազմակերպություններ, որոնք բացի իրազեկման աշխատանքներից նաեւ կազմակերպում են այդ արյունատվության ակցիաները եւ ինչպես նաեւ առողջապահության նախարարության միջոցով մենք սկսեցինք բուժ հաստատություններում իրականացնել արյունատվության ակցիաներ, բայց բուժ հաստատություններ ոչ միայն բուժանձնակազմներ գալիս արյուն հանձնելու, այլ նաեւ օրինակ վաղը մենք Էջմիածնի բուժ հաստատությունում կազմակերպելու ենք արյունատվություն, այնտեղ նաեւ միանալու են ոստիկանական ուժերը, ԱԻՆ-ը, ՀՎԿ-ը, մարզպետարանը, քաղաքապետարանը, որոշ դպրոցներ, այսինքն ինքը համատարած բնույթ է կրում եւ դա շատ ողջունելի է, որ քիչ-քիչ այդ մշակույթը ներդրվում։ Քանի որ շատ արագ են սպառվում արյան պաշարները եւ այդ յուրաքանչյուր ակցիան գրեթե լուծում է 1 կամ 2 օրվա խնդիր արյան։
դա պետք է շարունակական բնույթ կրի եւ այս ակցիաների միջոցով մենք իրենց նաեւ այդ մարդկանց, ովքեր պատրաստական են արյուն հանձնելու, բացատրում ենք, որ մի սպասեք նմանատիպ ակցիաների, այդ ձեր համար եւ հարմար է, տարվա մեջ եկեք արյուն հանձնել, քանի որ միշտ է արյուն պետք, բացատրում ենք, որ կան մշտապես հիվանդներ, վիրահատություններ, դժբախտ պատահարներ, արյան համակարգի հիվանդներ, օնկոհիվանդներ, որ մշտապես օրեկան գրեթե 60-ից ավել պարկ արյուն են ներարկում, որի մասին բնակչություն տեղյակ չէ։ Եվ մենք իրանց հետ այդ զրույցների ժամանակ հասկանում ենք, որ նրանք պատրաստական են արյուն հանձնելու, բայց սպասում են, որպեսզի մենք դիմենք, ինչ որ կամ դեպք լինի կամ այդպիսի միջոցառում։ Այնինչ մեր նպատակն է, որպեսզի հասկանան, որ միշտ արյուն պետք է եւ ում երբ հարմար է կան արյուն հանձնել։ Բուհերում բակալավրի ընդունելության համար այս տարի հատկացված պետպատվերով տեղերը 3118-ն են, վճարովի տեղերը 10,000։ Համեմատած վերջին 3 տարիների վճարովի տեղերը էական կրճատվել են, նախորդ տարվա համեմատ 4000 տեղով վճարովի տեղերը սահմանափակվել են։ Սկզբունքը բուհերում ապահովել մրցութային սկզբունքը, մրցույթի արդյունքով բուհերը համալրվեն դիմորդներով, ուսանողներով։ Վճարովի տեղերը նախկինում անհամեմատ շատ են եղել, քանի որ հատկապես ոչ պետական բուհերը հայտագրման համար ներկայացրել են իրենց ամբողջ լիցենզիոն տեղերը, որոնց մեծ մասը միևնույնն է թափուր է մնացել։ Հիմա հաստատման ընդունվում են սահմանափակ տեղեր։ Նաև այդ 10,000 տեղը ընտրել ենք հաշվի առնելով վերջին 2-3 տարիներին բոլոր բուհերի պետական եւ ոչ պետական բուհերում ընդունելության փաստացի արդյունքները։ Պետպատվերով տեղեր չեն հատկացվել բուհերի ուղղվածությանը չհամապատասխանող մասնագիտություններով կամ հատկացվել է 1-2 տեղ։ Օրինակ տնտեսագիտություն մասնագիտությամբ պետպատվերով տեղ չկա պոլիտեխնիկական համալսարանում։ Այս մոտեցումը կա արդեն 3-րդ տարին եւ բխում է կրթության զարգացման պետական ծրագրից։ Մասնավորապես բուհերի խոշորացում, այդ թվում նաև կրթական ծրագրերի խոշորացում եւ բուհերում ըստ ուղղվածության կրթական ծրագրերի ներդրում։ Դա բխում է նաև ակադեմիական քաղաքի հայեցակարգից, որը նախատեսում է կլաստերների ձևավորում համապատասխանողությունների։ Պետպատվերով երկուական տեղ է հատկացվել ոչ պետական 3 բուհերի՝ Գլաձոր, Հյուսիսային եւ Եվրասիա միջազգային համալսարաններին։ Էլի նախորդ տարիների սկզբունքն է պետության համար ոչ պետական եւ պետական բուհեր հավասարության սկզբունքով ենք ընտրել ենք այն բուհերը, որոնք ունեն ինստիտուցիոնալ հավատարմագրում։ Պետական մանկավարժական համալսարանում այս տարի նոր կրթական ծրագիր կլինի՝ արհեստ, արվեստ, 1 անվճար տեղով։ Այսպիսով համալրվել է կրկնակի որակավորում շնորհող մասնագիտությունների շարքը, օրինակ մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, քիմիա։ Պետպատվերով տեղերի 61%-ն, ինչպես նախորդ տարի, հատկացվել է բնագիտա-մաթեմատիկական ուղղությանը։ Պետության համար առաջնային կարևորություն ունեցող այս մասնագիտություններն ավելի գրավիչ են դառնում 70-77 հազար դրամ կրթաթոշակի ու տարկետման համակարգի շնորհիվ։ Ընդունելության տեղերի նախագիծն այս տարի կառավարության հաստատմանն է ներկայացվել 2 օր ուշացումով։ Դիմորդների հայտերի ընդունումն էլ հետևաբար հետաձգվել է։ Կոմիտեում վստահեցնում են բնականon գործընթացին դա չի խանգարել, քանի որ դիմորդները միշտ էլ հայտերը հիմնականում լրացնում են վերջին օրերին։ Առցանց հայտագրումը կշարունակվի մինչև մայիսի 10-ը։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում ուշադրություն են հրավիրում, որ հունվարին անցկացված քննությունների ժամանակ դիմորդը բուհ եւ մասնագիտություն չի նշել։ Հետևաբար դա պետք է անել այս փուլում, եթե անգամ նախկինում ստացած գնահատականը գոհացնում է կամ դեռ ուժի մեջ է։ Ու մտադրություն չկա ընդունելության քննություններին մասնակցել նաեւ ամռանը։ Նախորդ տարի մենք ունեցել ենք այդպիսի դիմորդներ, որոնք հունվարին քննությունները հանձնելուց հետո բավարարվել են իրենց արդյունքով, այլևս ոչինչ չեն արել, չեն նշել բուհը եւ մասնագիտությունը ապրիլ-մայիսյան հայտադրման ժամանակահատվածում եւ դուրս են մնացել պարզապես։ Չեմ կարող ասել քանի հոգի, բայց մոտավորապես մի 5-6 հոգի դուրս են մնացել։ Կարոն Ասիպյանն ամեն դեպքում հիշեցնում է կրկնակի քննություն հանձնելուց վնաս չկա։ Եթե նույնիսկ ստանում են ավելի ցածր գնահատական, քան առաջին փուլում հանձնված քննությունը, ապա օգտագործում ենք մրցույթի ժամանակ առավել բարձր գնահատականը։ Քննությունների անցկացման կարգում փոփոխություններ չեն եղել։ Այս փուլում կարող են հայտագրվել Հայաստանի բոլոր դպրոցների, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այս եւ նախորդ տարիների շրջանավարտները։
ինչպես նաև օտարերկրյա ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտները։ Չեն հայտարարվում միայն նրանք, ում ավարտական փաստաթղթում հայոց լեզվի գնահատականը բացակայում է եւ իրենք ցանկանում են միասնական քննություն հանձնել ռուսերենով թարգմանված թեստով։ Ընդունելության եւս մեկ փուլ կլինի հուլիսին։ Հունիսին անցկացվելիք քննությունների օրերն ու քննական կենտրոնները կորոշվեն հայտագրման ավարտից հետո։ Պեկինում հանդիպել են Չինաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սի Ցինփինի եւ Իլհամ Ալիևի մասնակցությամբ երկկողմ հարաբերությունների ընդլայնման մի շարք փաստաթղթեր են կնքվել։ Նաեւ ստորագրվել է համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ համատեղ հայտարարություն, որի շրջանակում նախատեսվում է գործակցություն տասնյակից ավելի ոլորտներում։ Չինական ԶԼՄ-ների տվյալով Ալիևի հետ հանդիպմանը Սին հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է Ադրբեջանի հետ պաշտպանել աշխարհակարգը ՄԱԿ սկզբունքներին եւ միջազգային իրավունքին պատասխան։ Չինաստանում է նաև Իրանի արտգործնախարարը 3 Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակը տեղեկացրել էր, որ Աբբաս Արաղչին Պեկինում ի թիվս այլ հարցերի քննարկելու է Թեհրան-Վաշինգտոն բանակցությունները։ Էսմայիլ Բաղայեի խոսքով Չինաստանը կարող է կառուցողական դեր խաղալ նաև այդ հարցում։ Միացյալ Նահանգների հետ ցանկացած բանակցությունում մեր հիմնարար պահանջն ապօրինի պատժամիջոցների վերացումն է, ասել է պաշտոնյան։ Կիևն իրավաբանորեն չի ճանաչի Ղրիմի օկուպացիան, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նման հեռանկարը հակասահմանադրական է որակել։ Նա հավելել է, որ ուկրաինական կողմն իր տարածքները փոխանակելու կամ դրանցից հրաժարվելու պաշտոնական առաջարկներ չի ստացել։ Ամեն ինչի շուրջ հնարավոր չի լինի արագ պայմանավորվել, առհասարակ առանց ճնշում գործադրելու Մոսկվայի հետ համաձայնության գնալ անհնար է, համոզմունք է հայտնել Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով Ուկրաինան ցանկանում է հասնել հրադադարի, այնուհետև արագ եւ արդար խաղաղության։ Եթե Ռուսաստանը դադարեցնի կրակը, մենք պատրաստ ենք նստել, խոսել եւ անցնել պատերազմին վերջ տալու հաջորդ քայլերին, շեշտել է նախագահը։ Զելենսկին նաեւ նշել է, որ պատրաստ է հանդիպել Դոնալդ Թրամփի հետ Վատիկանում, որտեղ նախագահները կմասնակցեն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությանը։ Ավելի վաղ Washington Post-ը հողում անելով աղբյուրներին հայտնել էր, որ ապրիլի 23-ին Լոնդոնում նախատեսված հանդիպմանն ամերիկյան կողմն Ուկրաինային եւ եվրոպական երկրներին առաջարկելու է ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք եւ սառեցնել ներկայիս առաջնագիծը։ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի միջնորդությունից, եթե Մոսկվան եւ Կիևը քայլեր չձեռնարկեն խաղաղության ուղղությամբ։ Ջեյ Դի Վենսի խոսքով ամերիկյան կողմը հստակ առաջարկ է նախապատրաստել, որի համաձայն թե Ռուսաստանը, թե Ուկրաինան պետք է գնան զիջումների, այդ թվում տարածքների հարցում։ Միևնույն ժամանակ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կարծիք է հայտնել, որ Ղրիմը ռուսական ճանաչելը որպես խաղաղության համաձայնագրի մաս ներկայացնելը մեծ սխալ կլիներ Միացյալ Նահանգների կողմից։ Նրա խոսքով Եվրամիությունը երբեք չի ճանաչի թերակղզին որպես Ռուսաստանի մաս։ Ղրիմը Ուկրաինա է, շեշտել է Կալասը։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնը չի օգտագործում իր ամբողջ գործիքակազմը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Մոսկվան խաղեր է խաղում Զատկին զինադադար հայտարարելով, քանի որ իրականում խաղաղություն չի ուզում, պնդել է պաշտոնյան։ Կիևում Չինաստանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։ Ուկրաինական կողմը պնդում է, որ Չինաստանը ռազմական գործակցություն է վարում Ռուսաստանի հետ, իսկ ժողովրդական հանրապետության քաղաքացիները ռուսական բանակի կազմում մասնակցում են Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նշվում է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները համապատասխան ապացույցներ են փոխանցել չինական կողմին։ Ըստ գերատեսչության հաղորդագրության Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգեն Պերեբինիսը դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Չինաստան-Ռուսաստան գործակցությունը լուրջ անհանգստություն է առաջացնում եւ հակասում է Կիև-Պեկին գործընկերության ոգուն։ Միևնույն ժամանակ փոխարտգործնախարարը բարձր է գնահատել Ուկրաինայի եւ Չինաստանի ռազմավարական գործընկերությունը, հույս հայտնելով, որ Պեկինը զերծ կմնա երկկողմ հարաբերություններին վնասող քայլերից։ Չինաստանի ԱԳՆ-ն անհիմն է որակել Ռուսաստանին մահաբեր զենք տրամադրելու վերաբերյալ Պեկինին ուղղված մեղադրանքները։ Չինաստանը չի մասնակցում ռուս-ուկրաինական պատերազմին եւ ցանկանում է խաղաղ կարգավորում տեսնել, հայտարարել է ԱԳՆ խոսնակը։ Ապրիլի 22-ին աշխարհը նշում է Երկիր մոլորակի օրը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանության բաժնի աշխատակիցներն օրը խորհրդանշական էին դարձրել այցելելով Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոց, որտեղ աշակերտներին ներկայացրին կապույտ մոլորակի պահպանության կարևորությունը։ ԶՊՄԿ-ի կայուն զարգացումը իդեմս բնապահպանության բաժնի իրազեկման դասընթացներ է նախատեսել
դպրոցական տարիքի երեխաների համար, շեշտելով հենց երկիր մոլորակի միջազգային օրը, քանի որ մենք շատ ենք կարևորում, որ հենց դպրոցական տարիքից երեխաների մեջ սերմանվի սերը դեպի բնություն եւ դեպի շրջակա միջավայր։ Ընկերության ազդագիր համայնքների դպրոցներում իրականացնելու ենք նմանատիպ միջոցառումներ, շեշտը դնելով հենց երկիր մոլորակի վրա։ Ընկերությունը բազմիցս է բնապահպանական ակցիաներին մասնակից դարձրել ազդագիր համայնքների երեխաներին։ Բնության պահպանությանը միտված դասընթացին առաջինը մասնակցել են Արծվանիկի միջնակարգ դպրոցի սաները։ Շատ հետաքրքրված են երեխաները, նույնիսկ այդ հարցադրումների ժամանակ իրենք ակտիվ մասնակցում են եւ պատասխանում են։ Եվ ուրախալի է այդ փաստը, որ երեխաներին հետաքրքրում է մեր շրջակա միջավայրը, երկիր մոլորակը, այս թեման իրենց համարել է կարևոր։ Աշակերտները հետաքրքրված էին թե օրվա թեմայով, թե մարզի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկության գործունեությամբ։ Ասենց որ այս նկարը պատահական չէ ընտրված։ Որոշակի բաներ չգիտեի եւ նոր գիտելիքներ ձեռք բերեցի։ Այս դասընթացը իրականում շատ օգուտ կարևորություն ունեցավ իմ կյանքում, քանի որ ել ավելի հասկացանք ինչքան կարևոր է ընդհանրապես երկիր մոլորակը մեր համար, ու ինչ կարևոր դեր ունի ինքը մեր կյանքում, ու ընդհանրապես չպետք է իրեն աղտոտենք, պահենք եւ չվնասենք։ Դասընթացի Վիկտորինայի հատվածը վերածվեց բուռն քննարկման 6-ից 9-րդ դասարանցիները իրար հերթ չտալով ներկայացնում էին բնությունն աղտոտող գործոններն ու իրենց շրջապատը մաքուր պահելու միտված քայլերը։ Մեզ դպրոցում հաճախ են սովորեցնում, թե ինչքան կարևոր է պահպանել բնությունը, եւ այսօր մեզ նույնպես ներկայացրին, թե մարդը ինչ կարևոր քայլ կարող է անել բնության մեջ։ Բնությունը չպետք է աղտոտեն, եւս մեկ անգամ էլ եկան եւ հիշեցրին, որ բնությունը պահել մաքուր, բնությունը ամենակարևոր մասնիկներից մեկն է մեր կյանքում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները դասընթացի մասնակիցներին էկոպայուսակներ Սյունիքի միջնակարգ դպրոցին գլոբուս նվիրեցին։ Բնության պահպանությանը միտված տեղեկատվական արշավները շարունակվելու են։ Ձեռնարկության աշխատակիցները օրերս այցելելու են մի շարք բնակավայրերի դպրոցներ, իսկ տարվա ընթացքում ծրագրում են նմանատիպ ակցիաներ անցկացնել բոլոր ազդագիր բնակավայրերում։ Հայ գեղանկարչության նահապետը խորագիրը կրող ցերեկույթով Գեղարքունիքի մարզային գրադարանի արվեստի բաժինը շարունակում է ազգային գրադարանային շաբաթի միջոցառումների շարքը։ Ցերեկույթը նվիրված է մեծանուն հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի 145-ամյակին եւ անցկացվում է Գավառի մշակութային կրթություն իրականացնող հաստատությունների հետ համատեղ։ Սարյանը մի արվեստագետ է, ում յուրաքանչյուր կտավ ապրում է, շնչում է արևով ու գույնով։ Եվ մենք ուրախ ենք մեր սաներին ներկայացնել այդ հոգևոր գույները։ Միջոցառման նպատակն է եւս մեկ քայլով մոտենալ նրա հանճարեղ ինքնությանը, ուղևորվել սարյանական Հայաստանի հողերից, լեռներից ու արևից շիկացած նրա գույների աշխարհը։ Նրա ավանդի շնորհիվ հայ գեղանկարչությունը իր ուրույն տեղն ունի համաշխարհային արվեստի մեջ։ Գրադարանում մթնոլորտը հագենում է սարյանական շնչով եւ պատանի նկարիչների համար դառնում ոգեշնչման ու ստեղծագործական որոնումների աղբյուր։ Մինչ նրանք նկարում են, միջոցառման մյուս մասնակիցները հանդես են գալիս Մարտիրոս Սարյանի կյանքի ու ստեղծագործության մասին զեկույցներով։ Նրա գույներն այնքան գեղեցիկ են, որ մեր Մատիսի ու Սեզանի կողքին նրա դարաշրջանը պետք է առաջնակարգ տեղ հատկացնի նրա համար։ Այդպիսի մեծ գնահատական է տվել ֆրանսիացի գրող քննադատ Լուի Արագոնը, մեծանուն նկարիչի։ Նա բնությունը ներկեց իր իսկ ժամանակին, շատերի համար անսովոր գույներով։ Նրա յուրաքանչյուր կտավ մի սիրո խոստովանություն է իր հայրենիքին։ Նրա արվեստը լավատես է, կենսուրախ, գարնանային թարմությամբ թաթախված։ Նրա նկարները կյանքի սեր է զարթնեցնում մեր մեջ, բայց գլխավորը ազգային կոլորիտի նկարիչ է։ Միջոցառման ընթացքում ներկայացվում են նաև Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի լուսանկարչության խմբակի սաների եւ Գավառի արվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնի ուսանողների աշխատանքները։ Կարևորվում է մարզային գրադարանի հետ մշակութային գործակցությունը ի նպաստ տարբեր տարիքի ընթերցողների գեղագիտական ճաշակի ձևավորման եւ զարգացման։ Շատ կարևոր է միտք ունենալ, այն միտք ունենալ, որը միշտ դուք ունենում եք, մարզային գրադարանը միշտ ունենում է, միշտ տեմպի մեջ է, ոչ մեկի
մոտ հեշտ չի, Սարյանի կյանքում ոչինչ հեշտ չի եղել, թեպետ նա ամենաապահովված եւ ամենափառքին արժանացած նկարիչն է, ոչ միայն Հայաստանում, այլև համաշխարհային նկարիչների կյանքի պատմությունը, երբ որ ուսումնասիրում եք, ինչպես տեսանյութում ասվեց, նա եզակի նկարիչն է, ով զգացել է, որ իրեն հարգում են եւ ինքը պահանջված նկարիչ է։ Ես շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, նորություն չի, որ մեզ միշտ Համբարձումյանը զարմացնում է եւ իզուր չէր, որ այսօր մենք եկանք եւ չենք փոշմանում։ Օրը գրադարանում շարունակվում է իսահակյանական ընթերցումներով։ Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները միանում են Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ իրականացվող ընթերցանության առցանց մարաթոնին։ Մարզային գրադարանի մասնակցությունն այս մարաթոնին առավել գեղարվեստական են դարձնում Կարմիր գյուղի համար 2 միջնակարգ դպրոցի աշակերտների եւ գրադարանի շնորհալի ընթերցողների ելույթներն ու Գավառի գեղարվեստի դպրոցի սաների ստեղծագործական ընթացքը, որի արդյունքն են դառնում Ավետիք Իսահակյանի դիմանկարները։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ արտադրական մի կոոպերատիվի իրավասու անձինք 2024 թվականի ապրիլից մինչ օրս խախտելով ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները Արագածոտնի մարզում իրականացրել են խարամի ավազի արդյունահանում։ Պարզվել է, որ կոոպերատիվն ունի աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի 2.7 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից շուրջ 11 հեկտար մակերեսի վրա արդյունահանել է մոտ 13700 խորանարդ մետր խարամի ավազ եւ տեսակավորման կետից այն իրացրել շուրջ 41 միլիոն դրամով, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 2025 թվականի ապրիլի 18-ին քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացվել են օպերատիվ տվյալներ թմրամիջոցների ձեռքբերման եւ իրացման վերաբերյալ։ Ըստ ստացված տեղեկությունների Երեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել մեծ քանակությամբ թմրամիջոց, որի մի մասը պահում է Երեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում, իսկ մի մասը Արարատի մարզի Երաս բնակավայրում պատրաստվում է 100,000 դրամով իրացնել աշտարակցի եւ երևանցի 2 տղամարդու։ Վայոց ձորի մարզային քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տվյալները հաջող իրացնելու նպատակով համագործակցեցին ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանների, Արարատի բաժնի համայնքային ոստիկանների եւ մարզը սպասարկող բարեկների հետ։ Համագործակցված եւ փոխլրացնող միջոցառումների արդյունքում նույն օր Արարատի մարզի Արմաշ բնակավայրում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին աշտարակի բնակիչ 57-ամյա տղամարդը եւ Մայրաքաղաքում բնակվող 55-ամյա տղամարդը, որոնք ըստ տվյալների Երեգնաձորցուց 100,000 դրամով թմրամիջոց էին գնել։ Նույն օրը Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում հայտնաբերեցինք եւ ձերբակալեցինք Երեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդուն։ Նրա բջջային հեռախոսի պատյանի տակից հայտնաբերեցինք մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, իսկ ավտոմեքենայից մակարող տեսակի ատրճանակ։ Նրան պատկանող Երեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղիկ ջարդոնի ընդունման կետում հայտնաբերվել է մոտ 6 կիլոգրամ 250 գրամ մարիխուանա 9 փաթեթով։ Երեգնաձորցի տղամարդուց թմրամիջոց ձեռք բերել ու կասկածանքով ձերբակալված Երևանցու ավտոմեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 21 գրամ քաշով մարիխուանայի փաթեթ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով։ Երեգնաձորցի 54-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։